Ռուսաստանը հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից Բալի, Կեռասից, Իրանի, Սալորի, Դեղցի, Նեկտարինի եւ Խաղողի ներմուծման նկատմամբ։ Բացի այդ սահմանափակումներ են մտցվում նշված ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը։ Ըստ Ռոսսելխոզնադզորի հաղորդագրության, հայկական մրգերի Ռուսաստան մատակարարման ընթացքում խախտումների դեպքերն աճել են եւ այդ մասին բազմիցս տեղեկատվություն է ուղարկվել հայկական կողմին։ Ռոսսելխոզնադզորը հավելել է, ստեղծված իրավիճակը վտանգում է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական բարեկեցությունը, ինչպես նաեւ Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության եւ խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը։ Ադրբեջանը եւ ԱՄՆ-ն քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության հիմնական առաջնահերթությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի եւ բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի հետ հանդիպումից հետո։ Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը, նավթագազային ոլորտի զարգացումը, էներգետիկ կապերի ընդլայնումը եւ Կասպյան տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունները։ Հունիսի 1-ին Քալեբ Օրին Բաքվի էներգետիկ ֆորումի շրջանակում ընդունել էր Ադրբեջանի նախագահը։ Հունիսի 2-ից լիարժեք շահագործման ռեժիմի է անցել Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղին վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալով Մարաբդա-Կարծախ երկաթուղային հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 180 կիլոմետր։ Ծրագրի շրջանակում վերակառուցվել եւ արդիականացվել է 153 կիլոմետր երկաթուղի, ինչպես նաեւ կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան 27 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղային հատված։ Փորձագետների հաշվարկներով Բաքու-Թբիլիսի Կարս գծի ամբողջական շահագործման հանձնումից հետո դրա թողունակությունը կավելանա տարեկան մինչև 5 միլիոն տոննա։ Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, որի հետևանքով Դնեպրում 12 մարդ է զոհվել, Կիևում 6, շուրջ 100 մարդ վիրավորվել է։ Ըստ ուկրաինական կողմի ռուսական ուժերը գործի են դրել ավելի քան 650 անօդաչու թռչող սարք, 73 հրթիռ։ Կիևում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության թիրախավորվել են պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ, վառելիքի եւ տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե երկիրը պաշտպանված չլինի բալիստիկ եւ այլ հրթիռների հարվածներից, ապա այդ հարվածները կշարունակվեն։ Նա շեշտել է, որ հարկավոր է Միացյալ Նահանգների օգնությունը Փեթրիոտ համակարգերի համար հրթիռների մատակարարման հարցում։ Ուկրաինան էլ հարվածել է Ռուսաստանին Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը 7 ժամ անց հաջողվել է մարել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռազմական գործողությունները կարող են ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերին հրաման տա լքել Ռուսաստանի մաս հայտարարված շրջանները։ Անդրադառնալով Լուգանսկի Ստարոբելսկ բնակավայրի քոլեջի թիրախավորմանը, Պեսկովը նշել է, որ այն երբեք ռազմական օբյեկտ չի եղել եւ Ուկրաինան այդ մասին գիտեր։ Եթե Կիևը գիտակցաբար գնում է երեխաների նկատմամբ անմարդկային ահաբեկչություններ իրականացնելու, դա նշանակում է հակամարտության բոլորովին այլ հարացույց, ասել է Պեսկովը։ Դանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մետե Ֆրեդերիքսենին հաջողվել է ձախ կենտրոնամետ կոալիցիա ձևավորել բաղկացած 4 կուսակցությունից։ Սա նրան հնարավորություն կտա երրորդ անգամ նշանակվել թագավորության վարչապետի պաշտոնում։ Ֆրեդերիքսենը Դանիայի թագավորից կոալիցիոն կառավարություն կազմելու մանդատ էր ստացել մարտի 25-ին։ Սա երկրի պատմության մեջ կառավարության ձևավորման ամենաերկար գործընթացն էր։ Սոցիալ-դեմոկրատներն առաջատար դիրք էին գրավել խորհրդարանական ընտրություններում, սակայն ցուցաբերել էին մեկ դարի ընթացքում ամենավատ արդյունքը, ստանալով ձայների 22%։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։